Բարև ձեզ Factor TV հյուրը Անի կենտրոնի հիմնադիր լրագրող եւ պատմաբան Թաթուլ Հակոբյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն, պատմաբան անունը մի քիչ շատ տվեցիր, ես պատմաբան չեմ, պատմության հետազոտող ասենք այդպես, այո։ Լավ, ինձ հետաքրքիր է մեր պատմության այս փուլը, ինչպես կբնութագրեք, ընդ որում պատմության փուլ, որտեղ ընթանում է խիստ, ասես ասենք, հնչեղ հայտարարություններով բանավեճ, ասենք Փաշինյանը սադրել է պատերազմ Ադրբեջանի դեմ 10-15 տարի առաջ մի քիչ դժվար է պատկերացնել, որ նման դիսկուրս կարող է ծավալվել, բայց այսօրվա իրականությունը այդ մասին է, ասենք պարոն Քոչյանը եւ Սերժ Սարգսյանն էլ մոտավորապես այդպիսի մեղադրանքներ հնչեցնում 19-ի պլանը, նա չի ընդունել, չի բանակցել, սրան եկավ ավելացնելու, հավելելու Բայրամովը, որ Փաշինյանն ասել է ուզում եք ինձ սպանեն Հայաստանում, եթե ես գնամ այն լուծումներին, որ դուք պատկերացնում եք, այ ո՞րն է ձեր մեկնաբանություն որպես պատմության հետազոտող։ Ընդհանրապես միանշանակ չէ այդ պնդումները, հիմա Գամ Բայրամովի ասածից, որ իհարկե շատ հետաքրքրական է եւ ցույց է տալիս։ Ես համարում եմ, որ Բայրամովը ընդհանրապես դիվանագետները չեն կարող իրականությունից շատ հեռու բաներ ասել, ես այդպես եմ մտածում, կարող է ինչ-որ ձևով իրենց երկրի շահերը ներկայացնելու տեսանկյունից նայեմ, բայց ես վստահ եմ, որ նման խոսակցություն եղել է եւ Հայաստանի կողմից լավ կլիներ, որ դրա մասին որևէ մեկնաբանություն լիներ։ Կապված որ այո Փաշինյանն ասած կլինի, որ ուզում եք ինձ սպանել, հա։ Ենթադրում եմ, որ նման թե կոնկրետ ինչ ձևով է եղել, քանի դեռ մեր կողմից հայկական կողմից չի եղել, մենք վարչապետի մակարդակով մեկնաբանություն չէ, այո, իհարկե, որովհետև ինքն է ներկա եղել, բայց կրկնում եմ, հավանաբար նման ինչ-որ խոսակցություն եղել է։ Եվ հետաքրքրականը նա է, որ այդ հանդիպումը ես էլ եմ լուսաբանել, որպես լրագրող 2010 թվականին։ Իսկ կուլիսներում չեն խոսում։ Կուլիսներում այդ մասին բացարձակապես խոսակցություն չի գնացել, բացարձակապես, նույնիսկ մենք այդքան էլ հետահայաց երբ նայում եմ, երբ որ Բայրամով այդ հայտարարությունն արեց, անմիջապես ես տեղադրեցի իմ ու Ազատության Կարլեն Ասլանյանի զրույցը արտգործնախարարի հետ, հենց որ մենք վերադարձանք Վիեննայից, մեզ երկուսից հարցազրույց տվեց եւ այնտեղ շատ հետաքրքրական բաներ կար։ Գիտեք, շատ դեպքերում այդ իրադարձության մասին դու երբ որ մի քանի տարի անց ես անդրադառնում ու ինչ որ հայտարարություններ են արվում, նոր հետաքրքրություն է ներկայացնում այն ինչ որ ասած կլինեն մեր երկրի ներկայացուցիչները։ Կապված թե ով է սադրել պատերազմը, գիտեք, այստեղ էլ միանշանակ չեմ կարող ասել, ինչու, որովհետև ամեն դեպքում այսպես կարող եմ էլի պատասխանել ձեր հարցին։ Սադրեինք, չսադրեինք, Ադրբեջանը պատերազմ սկսելու էր, այսինքն չի կարելի հակառակորդին հիմարի տեղ դնել, որովհետև հա, եթե հռետորաբանությունը այլ լիներ Փաշինյանի, գուցե մի տարի էր ձգել, 2 տարի էր ձգել, գուցե 3 տարի էր ձգել, հույս տալով, բայց մտածել, որ մենք կարող էինք ուրեմն պատերազմից խուսափել, դա իրատեսական չէ, դա ճիշտ չէ։ Մենք պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ ունենք, դա 5 շրջանները վերադարձնելն էր։ Մնացած ամեն ինչ, թե ով սկսեց, ով սադրեց, այդքան էլ բան չի, դա իմ համար արդեն ներքաղաքական խնդիր է։ Գիտեք, այդ հույս տալու գաղափարը, որ Ալիևը հուսակտրվեց Արցախը, Հայաստանը եւ վերջ Փաշինյանի այդ հայտարարությունը լսելով եւ պատերազմը սկսվեց, շատ է հնչում այս իշխանության հասեն որպես մեղադրանք։ Դա ճիշտ է հնչում, ասեմ ինչու, որովհետեւ ինչքան պետք է Ալիևը այդ հույսերով ապրեր, ասենք կար ինչ որ ժամկետ, որ ես շատ լավ հիշում եմ, որ Դուշանբեի հանդիպումից հետո բավականին երկար ժամանակ 8-10 ամիս սահմանների երկայնքով աննախադեպ խաղաղ օրեր էին, աննախադեպ եւ շատ քիչ կրակոցներ էին ունենում։ Դա նշանակում էր, որ ինչ որ Ադրբեջանը ինչ որ հույս ունեցել է։ Չգիտեմ, պարոն Փաշինյանը հույս տվել է, հույս չի տվել, մի կողմ եմ թողում։ Չեմ բացառում, որ Ադրբեջանը մտածել է դե նոր մարդ է եկել,
մի հատ սպասենք, էլի, կարող է սա ուրիշ մարդ է, կարող է ինքը իրոք գնա վերադարձնի տարածքների հարցում։ Եվ սրա հետ զուգահեռաբար մի շատ կարևոր process էր տեղի ունենում Հայաստանում, երբ որ այսօրվա ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր եկել է հողերը տալու։ Եվ այդ մեղադրանքը նաև սա արդարացում չէ Փաշինյանի։ Այդ մեղադրանքը նաև Փաշինյանի ստիպեց երկու ոտքը դնել մի կոշիկի մեջ, ասել դե ուրեմն ես էլ չեմ զիջի։ Կրկնում եմ, ես չեմ արդարացնում Փաշինյանին, բայց երբ որ ընդդիմությունը նման մեղադրանքներ է հնչեցնում, որ եկել է հողերը ծախելու, դա արդեն նաև նրան Փաշինյանին մղեցին, որպեսզի նա իր կոշտացնի դիրքորոշումը եւ որը ի վերջո արտահայտվեց Արցախը Հայաստան է եւ վերջ այդ սադրիչ եւ ավանտյուրիստական հայտարարությամբ։ Այն ժամանակ մեղադրում են եկել է որ հողերը տա, իրապես թեևս որ կարող է հերքեն, բայց մենք որպես լրագրող հիշում ենք, էլի կա հիշողություն ամեն դեպքում։ Այսօր մեղադրում են ինչու հողերը չէր տալիս, որ զոհեր չլինեն։ Այս տրանսֆորմացիան ոնց հասկանանք օրինակ։ Այդ տրանսֆորմացիան մի քանի մենակ դրանով չի արտահայտվում։ Ես շատ ուշադրությամբ երեք լսեցի, երկու անգամ եմ ընդ որում լսել, որովհետև երբ որ հարցազրույցները մի քիչ երկար են լինում, կտրվում է, չես հասցնում ամբողջությամբ մարսել, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, ով ասում էր, որ ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը 2020 թվի, մոտավորապես մի գանձ էր, էլի, մի հատ հրաշքի նման մի բան էր, հա, այդ հատուկ եմ գանձ ասում, որտեղ գանձը դարձել է քաղաքական բանավեճերի բանա դարձել, այո, դա գանձ էր, բայց ես հիշում եմ այն ժամանակ, պարոն Քոչարյանն ու շրջապատը ասում էր սա բան է, սա կապիտուլյացիա է սա։ Հիմա տեսեք ինչ է, ասում եմ հիմա որ համեմատում եմ, պարոն Քոչարյան, այդ նոր արդեն հասկացանք դա։ Հիմա էլ ասում են Վաշինգտոնն է բան կապիտուլյացիա մոտոր, բայց այդ բառը չեն օգտագործում, բան չեմ ասում։ Դա էլ է օգտագործվել, ՀՀԿ-ն հենց կապիտուլյացիա օգտագործում է։ Բայց Քոչարյանի մասին եմ խոսում, դրա համար չուզեց ասեմ։ Հիմա էլի նույն բանը պիտի ասեմ, 5 տարի հետո կարող է հիմա էլ պարոն Քոչարյանը այս Վաշինգտոնին համարի գանձ։ Դե տեսեք, այ դա է պատմությունը։ Դա ինչ ֆենոմեն է ձեր կարծիքով, ինչի մասն է սա, որ այսպես ասենք շանսը բաց է թողնվում կամ այն ինչ որ ունես չես օգտագործում դա պահելու հնարավորությունը, բայց դա կորցնում ես, հետո մի քանի տարի հետո գլխիդ ես տալիս, ասում ես, եթե պարզ բառերով ասեմ, դիվանագիտական հանցավոր սխալ հաշվարկ։ Սխալ հաշվարկ ես դու անում կամ ինչ ասեմ, տղայամտություն։ Շատ տարբեր ձևակերպումներ կարելի է ամեն ինչին տալ կամ միշտ հետին բանով հեշտ է բան անել, էլի, հետին թվով հեշտ է այս ամեն մեկնաբանություններն ալ։ Ես վստահ եմ, որ եթե այսօրվա մեր ընդդիմությունը իմանար, որ այս վիճակին ենք հասնելու, իրոք նոյեմբերի 9-ի հայտարարությունը բոլորը միաբերան կհամարեին ուրեմն գանձ եւ հրաշք։ Բայց քանի որ նաև նրանք հետապնդում էին ներքաղաքական նպատակ, այսինքն իշխանության գալ, ինչը տրամաբանական է։ Բոլոր յուրաքանչյուր ընդդիմություն օգտագործում է ամեն մի առիթ, որպեսզի գա իշխանության։ Եվ ինչու իրանք չպիտի օգտագործեին։ Տեղի էր ունեցել պատերազմ, մենք ջախջախիչ պարտություն էինք կրել, Նիկոլ Փաշինյանը ինչ որ անհայտությունից ինչ որ ստատուսներ էր գրում, մտել էին խորհրդարան, ինչ որ մարդիկ, չգիտեմ ում կողմնակիցներն էին դրանք։ Բունկերից ուղիղ եթեր դուրս եկել եւ եթեր էր դուրս գալի, հա, ինչու չօգտվել այդ հնարավորությունից։ Լավ, այդ մի քանի օրը անցան։ Ենթադրենք դա իրոք խառը իրադրություն էր, շատ անսպասելի շոկ էր եւ բայց պահ է չէ գալիս, պարոն Հակոբյան, որ պետք է սառը դատես, ասենք 21-ի խորհրդանական ընտրություններից հետո հենց այդ սառը դատելու պահն էր։ Տեր-Պետրոսյանն ասում էր լրջանալու պահը, բայց այդ լրջությունը, որ եկեք հասկանանք ինչ իրավիճակում է, ասենք 4 կողմից Արցախը շրջափակված վիճակում սովամա են լինում մարդիկ, ըստ էության, Լաչինում ինչ որ ադրբեջանցի, չգիտեմ, ինչեր են կանգնած, Իրանի, այսպես ասենք, էկոակտիվիստներ, մենք խոսում ենք ինքնորոշման իրավունքից, անջատում հանուն փրկությունից, մենք էլ ենք խոսում, այնպես չի որ չենք խոսում։ Այսինքն իրադրության գնահատման խնդիրը ինչից է գալիս։ Ճիշտ չհաշվարկելուց, քո ուժերը ճիշտ չհաշվարկելուց, առաջինը դա,
հակառակորդի ուժերը ճիշտ չհաշվարկելուց եւ միջազգային իրավիճակը ճիշտ չգնահատելուց։ Ես կարծում եմ այս հիմնականում այս 3 գործոններն են։ Ես կուզեի նաեւ հետեւյալ հարցը առաջ տալ, քանի որ ամեն դեպքում տասնամյակներ շարունակ կհամաձայնվեք Արցախյան խնդիրը մեր ներքին քաղաքական դաշտում եղել է, այսպես ասենք, չգիտեմ, միգուցե շահարկման առարկա չէ, ասի բանավեճի, որովհետև բոլորը ունեցել են մեկ կոնսենսուս, որ չի կարող լինել Ադրբեջանի կազմում տարբեր վարիացիաներով, այսպես ասած, հա։ Այսօր էլ այդ հարցը արդիական է ամեն դեպքում, վերադարձի իրավունք, սրանք արդի գաղափարն են, ինչ եք կարծում, սրանք էլի ներքաղաքական բանավեճերի հարց են, որ ես ավելի հայրենասեր եմ, քան դու, քան իրոք իրական process-ներ կարող են լինել։ Ես մտածում եմ, որ այսօրվա պայմաններում վերադարձի մասին խոսակցությունները ոչ միայն ներքաղաքական դիվիդենդներ շահելու, այլ նաև Արցախայությանը պատրանքային հույսեր ներշնչել է, որ իրականության հետ որևէ կապ չունի։ Այսինքն, երբ որ դու ուրեմն չես կարողացել մնալ հողի վրա եւ մի քանի օրվա ընթացքում 120 կամ չգիտեմ 140,000 մարդ տեղահանվել է կամ բռնի տեղահանվել է ու դրանից հետո խոսել վերադարձի հնարավորության մասին, ես կարծում եմ, որ դա այս պահին իրատեսական չէ։ Կարող է իրավիճակ փոխվել, իհարկե, բայց դատելով այն միտումները, որ մենք ունենք, դատելով այն հնարավորությունը, որ այսօր այն ուժը, որ ունի Ադրբեջանը, այն դաշնակիցները, որ ունի Ադրբեջանը, այն ուրեմն ուժերի բալանսը, որ կա մեր եւ Ադրբեջանի միջև, այն դաշնակիցները ճակերտների մեջ, որ մենք ունենք, ես կարծում եմ, որ այսօրվա պայմաններում դրա մասին կարող են խոսել, ես դեմ չեմ, որ այդ մասին խոսեն, բայց դա մոտակա ժամանակների համար դա խիստ անիրատեսական ծրագիր է։ Եթե այսպես աղյուսակի ձևով պարոն Հակոբյան դնենք ընդդիմության իշխանության հայտարարությունը, մեկը ինչպես նշեցինք, արցախցիներին վերադարձնում է Արցախ հենց գա իշխանության նոյեմբերի 9-ով եւ այլն, Հայաստանի իշխանությունը այս խնդիրը թոք էր Հայաստանի վզին կամ սա ռումբ էր Հայաստանի պետականության տակ։ Դե հիմնական գաղափարն այն է, որ կար կոնֆլիկտ, կենտրոնը օգտագործում էր դա այդ կոնֆլիկտը մեզ, այսպես ասենք, շահագործելու, կառավարելու եւ մենք անկախացանք, երբ որ այլևս կոնֆլիկտ չկա։ Ինչ կասեք այս մասին։ Նայեք, այն որ Մոսկվան միշտ է ցանկացել կոնֆլիկտով երկու երկրների վրա ազդել, դա իրականություն է, բայց ասել, որ դա թոք էր Հայաստանի վզին, ասել, որ Արցախը չենք կորցրել Հայաստանի Հանրապետության անկախությունն են, դա պատմության առաջ արդարանալու, ուրեմն ինչ ասեմ, անիմաստ ջանքեր են, անիմաստ ճիքեր են, հենց որ այս իշխանությունները հեռանան, այլևս չունենան, դառնան ընդդիմություն, այն ժամանակ սկսելու է իրական, այն ժամանակ մենք ավելի այս թեմաների մասին ավելի լավ կարող ենք խոսել, բայց ես համարում եմ, որ պարոն Փաշինյանը եւ իր թիմը իրենց պարտությունը ինչ որ ձևով մեղմելու համար նման բաներ են հնարում, մոգոնում եւ փորձում են դրանով մեղմել պատմության դատաստանի առաջ կանգնելու իրենց անխուսափելիությունը։ Սա է ամենի։ Ես իհարկե իրենց հասկանում եմ, որովհետեւ պարտություն են կրել։ Գիտեք, 2 օր առաջ ազգային ժողովի պատգամավորներից մեկը Facebook-ում իմ ստատուսների տակ հետևյալը գրեց, իհարկե շատ կիրճ ձևով, ասեց՝ լավ, դուք ինչ եք ուզում մեզանից, պարոն Փաշինյանից, անդադար հիշեցնելով ինչ որ բան։ Դե գիտեք, իմ սիրելի զբաղմունքներից մեկը նա է, որ հիշեցնել այն ամենը, ինչ որ հիշելը ձեռնտու չէ, եւ ասեց, չէ որ մենք արդեն մոտավորապես չէ որ մենք ինքնահայեցվել ենք, ԿՊ-ի սիրելի բառն ներողություն ենք խնդրել։ Այսինքն դուք այս աղետը բերել եք մեր երկրին ու մտածում եք, որ մեկ ներողություն խնդրելով, այսինքն այս ամենը պիտի մոռացվի, ինչ եք ասում։ 1920 թվականի Կարսի կորուստը այսօր Սփյուռքում ավանդական կուսակցությունները ամեն առիթով դաշնակցության երեսին են տալիս։
100 տարի է անցել, 4-5 սերունդ է անցել, որևէ մեկը Կարսը չի տեսել, բայց դա օգտագործում է եւ դուք ինչ ուզում եք, որ դեռ այս թարմ հետքերով դուք ուզում եք, որ մենք մոռանանք այդ ամեն ինչը, ու այնքան բանով են ասում, մուննաթով, հա, որ դե բա ներողություն ենք էլի խնդրել, ոնց, այսինքն 4000 զոհ, 10 քանի հազար վիրավոր, այդպիսի ստորացուցիչ պարտություն, այս ամեն ինչը այդքան հեշտ է ուրեմն դա բան անել, որ այդ բառերով եք դուք մուննատ գալիս։ Իդեպ վարչապետը երբ որ նախկին նախագահներին բանավեճի է հրավիրում, ասում է եղել է երկու տարբերակ։ Եթե այդքան հիասքանչ լավագույն լուծումներ կային եւ մենք չենք օգտագործել, դուք եք իշխանության, այդ լավագույն լուծումները օգտագործեք։ Եթե կային այդ լուծումները եւ դուք չեք օգտագործել, ուրեմն դավաճանեք մեզ նման, եթե չեն եղել այդ լուծումները, ուրեմն մեղավոր չենք մենք բոլորս, հա, ինչ կասեք այս մասին։ Նայեք, եւ առաջին նախագահը եւ բոլոր մեր նախագահները եւ վարչապետ Փաշինյանը այնպես չի, որ այն ինչ որ ասում են 100%-ով ճիշտ է կամ 100%-ով սխալ է։ Բոլորի ասածի մեջ էլ ռացիոնալություն կա, հա, այսպես եմ 50-50 ռացիոնալություն կա։ Երբ որ Սերժ Սարգսյանը իր այս վերջի 7 ժամանոց հարցազրույց տվեց, իդեպ այդ հարցազրույցներ եմ ծայրից ծայր նայել։ Այդտեղից մի հարց ունեմ գեների մասին իդեպ։ Շատ լավ։ Հիշեք հիմա ինչ էի ուզում ասել։ Եվ Սերժ Սարգսյանը Փաշինյանին մեղադրում ասում է դու ինչու 2019-ի պլանը չընդունեցիր, հա։ Կներեք, պարոն Սարգսյան, բա դուք 10 տարի ինչու այդ պլանները չընդունեցիք։ Հիմա կարող եք հեշտությամբ կարող եք ասել դե Ադրբեջանն էր մերժում, չէ՞, բայց ով է ասել, որ այս նոր պլաններն էլ Ադրբեջանելի չին ասել։ Ուզում եմ ասել, որ հեշտ է էլի իշխանություններին, ամեն ինչ իշխանություններին մեղադրել։ Եվ դրա համար եմ ասում, միանշանակ չէ այս պնդումները, որ կան։ Կամ երբ որ նախագահ Քոչարյանը գրեթե արդարացնում է ռուսների ուրեմն ոչ թե արդարացնում է, այլ ասում է փաստացի Նիկոլ Փաշինյանն է արել ամեն ինչ, որ ռուսները չմնան Արցախում։ Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային առողջականություն։ Կարելի է այս աստիճանի ծաղրանքով վերաբերվել ռուսական կայսրության նկատմամբ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այդ ով է դարձել, այդ ինչ քայլ է արել, որ կարողացել է Ղարաբաղից եւ այն ժամանակ, երբ որ Հայաստան այլևս նեղ գործոն չէր, հա, նոյեմբերից հետո Հայաստան այնտեղ այլևս գործոն չէր, կարողացել է ռուսներին տուն ուղարկել։ Այսինքն ռուսները ուզում էին մնային եւ Նիկոլ Փաշինյանն է ուղարկել։ Ուզում եմ ասել, բոլորի ասածների մեջ էլ կա եւ 100%-անոց ճշմարտություն եւ 100%-անոց ոչ ճշմարտություն։ Եվ այնպես չի, որ այս ասածները պետք է հալած յուղի տեղ ընդունել։ Դրա համար եմ ես միշտ ասում, ես շատ հաճույքով եմ նայում մեր երկրի նախկին եւ գործող իշխանությունների բոլոր հարցազրույցները, ընդ որում առանց նյարդայնանալու, շատ հանգիստ, հետազոտողի աչքով։ Իհարկե, դա օգնում է նյարդերը պահպանել։ Նայեք, ես գիտեք նաեւ ինչ նկատեցի, ուրեմն հենց որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է, ԿՊԱ-ականները ոնց որ բան իջած լինի, պլան, հա, սովետական միության այդ պլանը իջեցրել, բոլորը պետքա ստատուս գրեն։ Հենց որ այդ մեր ձևով խոսում բոլորը պետքա գրեն։ Ես շատ հանգիստ եմ բոլորի հարցազրույցները նայում եւ հետազոտողի աչքերով փորձում եմ հասկանալ եւ այդ հարցազրույցների մեծ արժեք եմ տալիս, որովհետեւ երբ որ դու չես ունենում քաղաքական օրակարգ, հա, դու ավելի լավ տեսնում ես եւ կարողանում ես համեմատության մեջ դնել։ Երբ որ խնդիր չունես, այս մեկին պաշտպանել, այլ մյուսին։ Եվ նաեւ դու արդեն կարողանում ես տեսնել եւ հիշել եւ հիշեցնել, որ 2020 թվականին պարոն Քոչարյանը համարում էր կապիտուլյացիա, 2025-ին այդ նույն փաստաթուղթը համարում է գանձ։ Հասկանում եք, այդ բանն ես դու կարողանում տեսնել։ Եվ դա շատ արժեքավոր է, հետազոտողի համար դա շատ արժեքավոր է։ Հուսանք մեր հեռուստադիտողների նյարդերն էլ այսպես հանգիստ վիճակում կլինեն։ Տեսեք, իսկ Փաշինյանին ով կսպաներ, եթե այդ 5 կամ 7 տարածքը տալ։ Գիտեք, այսօրվա քաղաքական դիսկուրսում այնքան հեշտ է ասվում, այ այդ 5 տարածքը տայր, պրսնեինք, էլի, պատերազմ չլիներ։
Տավուշում դուք շատ լավ գիտեք, մի տարի առաջ 4 գյուղատեղի Ադրբեջանի կամ 3.5, չգիտեմ, վերահսկողությանը տրվեց, այսպես ասած, սահմանազատման արդյունքում 30,000 հոգի հրապարակում հավաքվեց։ Եկեք գնանք 2017 թվականի Հայաստան, հաղթած, տարածաշրջանի հզոր բանակ, հողանձնողին կանձնենք հողին եւ ինչ որ մի Փաշինյան մի տարի հետո հաղթում է եւ գալիս է ասում է բանը, հողերը տալիս եմ 5 շրջան։ Մենք այսօրվա աշխով երբ որ նայում ենք, ասում ենք խնդրում եմ կլինի այդ պլանը իրագործեիր, որ այս ողբերգությունները չլիներ, բայց որոշումները կայացվում են այդ օրվա դրությամբ, չէ՞, ոչ թե ինչ որ մեկը կանխատեսում է, որ 10 տարի հետո ավելի դաժան աղետ է լինելու, այսօր այս որոշումը կայացնեմ, որ չլինի։ Լավ գործիչները դա հաշվարկում են, վատ գործիչները չեն հաշվարկում։ Այ ով կսպաներ Փաշինյանին, ինչ եք մտածում։ Կամ կսպանային, թե դա ինքնարդարացում է։ Նախ եկեք ընդունենք, որ դեռևս հայկական կողմը չի արձագանքել Ադրբեջանի վերապահումով են սանայում, որովհետև իրոք էլի։ Բայց ես վստահ եմ, որ ինչ որ նման խոսակցություն եղել է։ Որ պարոն Փաշինյանը ունեցել է մտահոգություններ, պարզ է, որովհետև իրոք հեշտ չէ հաղթած վիճակում գալ իշխանության եւ միանգամից հայտարարել մանավանդ այն պայմաններում, երբ որ ընդդիմությունը անդադար, ինչու մենակ ընդդիմությունը, ամբողջ հայ հասարակության մի մեծ հատված, ուրեմն ամբողջ Արցախը, Սփյուռքի մեծագույն մասը, ես չգիտեմ ինչ սպառնալիքներ կլինեին պարոն Փաշինյանին, բայց դա որևիցե կերպ չի արդարացնում այն սխալ հաշվարկը, որ Հայաստանի հաջորդական իշխանությունները արել են, համարելով, որ Ղարաբաղի հարցը լուծված է, ուրեմն կրթելով մի սերունդ, որ մենք տալու բան չունենք, եւ այսպես շարունակ, այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, ոչ թե ստեղծվել է մի իրավիճակ ուրեմն փողզիջումների համար, այլ հակառակը ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ փողզիջումների մասին ամեն մի խոսակցություն արժանացել է ամենալուրջ դատապարտումների։ Չգիտեմ ինչ կսպառնար պարոն Փաշինյանին թե ոչ, բայց մենք գիտենք, որ ոչ միայն 5-ը տվեցինք կամ չէ, չտվեցինք, 5-ը կորցրեցինք, այլև կորցրեցինք 7-ը, կորցրեցինք Արցախը, Հայաստանից կորցրեցինք տարածքներ, անկլավների հարցն է այսօր դրվել սեղանին ու այսքան բանից հետո Նիկոլ Փաշինյանին ոչ մեկը բան չի արել։ Ապստամբություն չի արել եւ հեղափոխություն չի արել, չի եռացել։ Դա էլ մի մյուս խոսակցությունն է, չէ՞, ասում եմ, բայց եթե դժգոհ եք, ինչի՞ չեք ապստամբություն անում։ Ինչու չեն անում, ինչ եք կարծում։ Արցախը այդքան որովհետեւ անարժեք է հայ ժողովրդի, որովհետեւ ապստամբություն, հեղափոխություն անելու համար ամեն տարի դու չես կարող հեղափոխություն անել։ Պետք է հավաքվի լիցքերը կուտակվեն, ժողովրդի այստեղը հասնի եւ նոր դուրս գա փողոց, ինչպես եղավ 2018 թվականին։ Այսինքն դա մի օր կլինի եւ այսօրվա Հայաստանի իշխանությունները այդ մասին պետք է արդեն լուրջ մտածեն։ Թեև 21-ին շատ խոցել էր Փաշինյանի վիճակը։ Եթե չհայտնվեին նախկինները ընտրարշավում, ինչի սարսափից միգուցե քաղաքացիների մի մասը գնաց Փաշինյանին ընտրեց այդ պարտությունից հետո, կարծում եք 26-ին ամուր կլինի Փաշինյանի խաղաթղթերը, չէ՞ որ նա ունի օգոստոսի 8, ունի սահմանին չկրակվող իրավիճակ, ունի ԵՄ-ին անդամակցելու օրենք, միգուցե հայտ ներկայացնեն ԵՄ-ին 26-ի գարնանը, իսկ որ ԵՄ գնալու այդ օրակարգը բավականին պոպուլյար է, գիտեք, էլի իր մրցակիցները հիմնականում նախկին համակարգի ներկայացուցիչները հիմնականում, էլի կտարբերակեք 21-26, սրանից հետո անկլավներից էլ կխոսենք։ Նայեք, եթե այսօրվա, որտեվ 6 ամիսը շատ բավական երկար ժամանակահատված է մեր նման երկրների համար։ Մենք չգիտենք, կարող է ընտրություններից մի ամիս առաջ մենք կարող է նույնիսկ չկարողանանք ճիշտ կանխատեսում ունենալ, բայց հարցին էսպես պատասխանեմ, եթե ընտրությունները տեղի ունենային վաղը, ես կարծում եմ, որ Փաշինյանը կհաղթի։ Կարծում եմ, որ կհաղթի։ Բազմաթիվ են պատճառները, դրանցից մեկը դուք նշեցիք, նախկինների այդ բանը, այդ բոբոյացումը, հրեշացումը, որ այ տեսեք, էսա կգան ու նորից ձեր կյանքը, չգիտեմ, կվերածվի դժոխքի, թեև մենք բոլորս ապրել ենք այդ ժամանակահատվածում եւ պետք է անկեղծորեն ասենք, էլի, հիմա Հայաստանը երբեք չի եղել
կոշտ ավտորիտար պետություն։ Այո, եղել է ընտրակեղծարարություն, այդ ամեն ինչը եղել է, բայց այնուամենայնիվ Հայաստանը բոլոր ղեկավարների ժամանակ ունեցել է որոշակի բավականին ազատություններ եւ այն փաստը, որ ամեն տարի գրեթե մարդիկ հազարներով, տասնյակ հազարներով դուրս են գալիս փողոց, դա նշանակում է, որ ամեն դեպքում մեր մոտ կա ժողովրդավարության ուժեղ ընդդիմություն է միշտ եղել։ Հա, ժողովրդավարության նաև ավանդույթներ կան։ Եթե վաղը լինեն ընտրությունները, մի սպառնալիք կա Նիկոլ Փաշինյանի համար, դա եթե ռուսները որոշեն, որ Հայաստանում ինչ-որ մի բան են անելու։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է չընտրվել։ Տեսեք, Հայաստանում ինչ է կատարվում եւ միշտ հաշվի չի առնվում ռուսական գործոնը։ Ոնց որ ռուսներին սպիսատ են էլի արել, ոնց որ այդ Ռուսաստանը էլ չկա, ոնց որ 102-րդ ռազմակայան չկա, ոնց որ Հայաստանի եւ Ռուսաստանը ամենամեծ առևտրային գործընկերը չէ, չգիտեմ, հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահները չկան, շատ է նսեմացվում Ռուսաստանը, բայց քանի դեռ Նիկոլ Փաշինյանը տանելի գործիչ է Ռուսաստանի համար, նրան ընտրությունային վտանգ չի սպառնում, բայց երբ որ գա այդ պահը, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը կարող է իշխանությունը կորցնել։ Գիտեք, նաև ես ուզում եմ վերադառնամ մոտ 100 տարի առաջ, երբ որ 20 թվականի ապրիլին Ադրբեջանը խորհրդայնացվեց, շատերը մտածում էին, իսկ ինչու Հայաստանն էլ չխորհրդայնացվեց, ինչու ուրեմն Դաշնակցությանը հաջողվեց ճնշել, ընդ որում բավականին կոշտ ձևով ճնշել բոլշևիկների ապստամբությունը, եւ այնտեղ խոսվում էր ուժ ունենալու մասին, լավ կառավարական համակարգ ունենալու մասին, բայց չի խոսվում մի ամենակարևորի մասին։ Այդ ժամանակ ռուսները Հայաստանի բոլշևիկացման խնդիր չէին դրել։ Դրեցին այդ բոլշևիկացման խնդիրը 9 ամիս հետո եւ շատ հանգիստ իրականացրեցին դա։ Կարծում եմ այսօր էլ ռուսները չեն դրել Հայաստանում Նիկոլ Փաշինյանին փոխարինելու խնդիր։ Երբ որ դնեն այդ խնդիրը, այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները կդիմակայեն ամենալուրջ մարտահրավերին։ Հասկանալի է, մենք իհարկե կհետևենք նաև այն հայտարարությունները, որ հաճախ լինում են ռուս պաշտոնյաների կողմից, ասենք Տիկին Զախարովան Հայաստանում հիբրիդային պատերազմի մասին հարցին պատասխանելով խոսում է նրանից, որ Ռուսաստանը այդ կապերի կողմնակիցներին հետապնդում է այս իշխանությունը եւ այլն։ Իսկ գաղափարների մրցակցության մեջ եթե գնանք, Փաշինյանի թիմի գաղափարները ավելի այսպես ազատականոտ են, հա, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, ճանապարհների բացում, թշնամանքի, այսպես ասենք, չեզոքացում, չունենալ տարածքային հավակնություններ, ճանաչել իրար տարածքային ամբողջականությունը, մոռանալ եւ փակել Արցախի հարցը ընդհանրապես չկա այդպիսի հարց, պետք է արցախցիները տնավորվեն եւ նոր պատմություն կերտել, նոր պատմություն գրել, այ դա կասեք, հա, իրական Հայաստան հիշողության ձևավորման նոր քաղաքականություն պարտադրել։ Այ դա պատասխանում էր ներառեք իրական Հայաստանի գաղափարախոսություն եւ այլ եւ ես հաճախ եմ մտածում սրա մրցակից գաղափարախոսությունը որն է, պարոն Քոչարյանը կարծում եմ լավագույնս ներկայացրեց, մեկը այն էր, որ ոնց կարող է Հայաստանը իր տարածքից դուրս հավակնություններ չունենալ, այդպիսի Հայաստանը չի կարող գործոն լինել, հա, պետք է դու հավակնություն ունենաս քո տարածքից դուրս, որ գան քեզ հետ հաշվի նստեն եւ այլն, իհարկե, եթե հիշեցնեմ 22-ի փետրվարի ասուլիսը, նա նաեւ Հայաստանի գործոն դառնալու մեխանիզմներից մեկը, հավանական տարբերակներից մեկը միութենական պետություններ համարում, դա իր բառերն են, չեմ հորինում, էլի, երկու տարբերակ կա Հայաստանի գործոն լինելու, մեկը միութենական, մեկը քո տարածքից դուրս հավակնություն։ Սա էլ երկրորդ, այսպես ասենք, խումբն է։ Ինչ եք կարծում, արդյոք ճիշտ եմ ես բաժանել այս երկու բևեռները, թե այլ բան եք նկատում, ինչ կարող եք ասել։ Նայեք, Փաշինյանը եւ իր թիմը այս իմաստով բավականին իրենց տեսանկյունից ճիշտ տեղից է բռնել, պատերազմում պարտություն, նոր իրավիճակ տարածաշրջանում եւ այլ բան չկա, քան ժողովրդին խոստանալ խաղաղություն։ Ժողովուրդը հասկանում է, որ պարտություն է կրել, ժողովուրդը հասկանում է, որ մենք այսօր շատ խոցելի վիճակում ենք եւ այս պայմաններում
խոսել պատերազմական հռետորաբանությունից, ինչ որ ավելի այսօրվա Հայաստանի տարածքներից մեծ ավելի տարածքներ ունենալու մասին, ժողովրդի մեծագույն մասի համար ակնհայտ է, որ սա չաշխատող տարբերակ է։ Հետևաբար խաղաղության օրակարգը, որ իշխանությունները բերել են, դա այսօրվա պայմաններում ամենաուժեղ պլատֆորմն է, որ նրանք կարողացել են ներկայացնել։ Մինչև այս պահը ուրիշ այլ պլատֆորմ ես չեմ տեսել։ Թեև իրենց ժամանակի ամենադաժան աղետը եղել։ Այո, այո, դա ֆիքսում ենք, այո, բայց նաև փաստ է, որ այսօր, չէ, երբ որ Փաշինյանը ասում է, որ մենք էլ ճար չունենք, էսա պետքա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները եւ այլն եւ այլն, լավ, եկեք դատապարտենք, ինչ ուզում ենք ասենք, բայց քաղաքական ուժերի խնդիրը մենակ դատապարտելը չէ, այլ ընտրազանգվածին, այլ ընտրանք առաջարկելն է։ Ինչ այլ ընտրանք ես դու առաջարկում։ Հավակնություն Հայաստանի բուն տարածքից դուրս, պարոն Հակոբյան։ Չգիտեմ, կարող է 100 տարի հետո, 50 տարի հետո, բայց այսօրվա պայմաններում, երբ որ մենք իրոք վախենում ենք, որ նոր պատերազմ չլինի, այսօրվա պայմաններում նման բան, նման առաջարկով քաղաքական ասպարեզ հայտ ներկայացնելը, ես կարծում եմ, որ դատապարտված է ձախողում։ Դե Հոքոչյանը չի ուզում, որ Փաշինյանը հաղթի նման բան է ասում։ Միգուցե հավատում է, որ այսօրվա Հայաստանը կամ 5-10 տարի հետոյի Հայաստանը ունակ է նման օրակարգ ունենա։ Դե այդ նույն մարդիկ շատ ավելի այդպիսի հայտարարություններ են արել, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծվել է։ Չգիտեմ, դժվարանում եմ պատասխանել, թե իրենք ինչ են մտածում, բայց փաստ է, որ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգին այսօր իրոք այլ ընտրանք չկա։ Տեսեք, Փաշինյանը գրառում արեց, որ Արցվաշենը պետք է վերադարձվի սահմանազատման արդյունքում։ Դա ինձ մի քանի օր առաջ ես այսպես լրահոսում նկատել եմ ադրբեջանցի ինչ որ մի պաշտոնյա, էլի արտգործնախարարության խոսնակն էր։ Հա, խոսել էր Այխան, այո, պաշտոնական ներկայացուցիչն է։ Այո։ Հաջիզադե է, թե այո, ճիշտ եք հիշում։ Ինչի մասին է սա, քանի որ դուք նաև այդ անկլավներից մեկի հարևանությամբ եք ապրում։ Եվ դուք այն լրագրողներից եք, որը հայ հանրությանը տեղեկացրեց անկլավների գոյության մասին դեռ մի 8 տարի առաջ մի ֆիլմով, ինչի մասին է սա, այսպես հող հանձնելու մասին է, հողը ստանալու, իշխանության ներկայացուցիչներն այսօր ասում են, այ ժողովուրդ, երբ որ ասում ենք Արցվաշենը հետ պետք է վերադարձնենք, բողոքում եք, համ տալուց եք բողոքում, համ վերցնելուց եք բողոքում։ Ինչ է սա։ Նախկին խոսույթը հետևյալն էր, որ անկլավների թեման չեն քննարկում։ Մոտավորապես սա էր, բայց ես միշտ մտահոգություն եմ ունեցել, որ Ադրբեջանը դա էլ է սեղանի վրա դնելու, որովհետև անկլավների թեման Ադրբեջանի տեսանկյունից իրենց համար կարևոր նշանակություն ունի, եւ եթե մենք կարողանայինք անկլավների թեման չբարձրացնենք եւ մնար այնպեսին ինչպեսին որ կար, այսինքն Արցվաշենը մնար Ադրբեջանին, իսկ Բարխուդարլու Սոֆուլուն, Վերին Ոսկեպարն ու Տիգրանաշեն Քյարքին մեզ մնալ, դա լավագույն տարբերակը կլիներ։ Ես հարգում եմ արցվաշենցիների, Հայաստանը գիտեք, մեծագույն գյուղերից մեկն էր, 3000 բնակչությունն էր մոտավորապես, հա, նրանց վերադարձի իրավունքը, ես գիտեմ թե ինչքան են իրենց տներին կարոտել, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ ռազմավարական իմաստով Արցվաշենը այն կարևորությունը չունի մեզ համար, ինչքան որ ասենք Տիգրանաշեն Քյարքին, որովհետև այդտեղով է անցնում Հայաստանը Իրանին կապող Երևանից դեպի Վայոց ձոր եւ Սյունիք գնացող ճանապարհը։ Եթե մենք ուրեմն փոխանակում ենք եւ Վերին Ոսկեպարը անցնում է Ադրբեջանին, մենք խնդիր ենք ունենում իջևան-նոյեմբերյան հատվածում։ Այսինքն սրանք ուրեմն կարևորության իմաստով, հա, սրանք բացարձակապես համազոր չեն։ Դա լավ գիտեն ադրբեջանցիները եւ դա իմ կարծիքով ապագայի համար նոր ռումբ է դրվում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների տակ։ Դա նշանակում է, որ Հայաստանի տարածքում ըստ էության Հայաստանի տարածքով շրջապատված մենք ունենալու ենք
4 ադրբեջանական գյուղ, իսկ Ադրբեջանը ունենալու է Ադրբեջանով շրջապատված 1 գյուղ։ Սա ես կարծում եմ ապագայի տեսանկյունից բացարձակապես չի խոսում խաղաղության օգտին։ Մինչդեռ խաղաղ լուծում կարող է լինել այս իրավիճակը պահպանել, ճիշտ է։ Այս իրավիճակը պահպանել, մանավանդ որ խորհրդային տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ անգամ տարածքներ են փոխանակել, համաշխարհային պատմությունը լեցուն է այդ վիճելի տարածքներ փոխանակելով, այնպես որ դա էլ կարող էր արվել։ Հիմա պարոն Փաշինյանն ասում է, որ ինքը վերականգնում է հայկական հողի վրա, չէ՞, դե Արցվաշենը մերն էր, վերականգնում է, սա էլ լավորից չէ, կասկած չունեմ, որ նրանք էլ պատկերացնում են, թե ինչ բարդությունների առաջ ենք մենք կանգնելու այս փոխանակությունը կատարելով, բայց կրկնում եմ, հավանաբար Հայաստանը այս պահին չի կարողանում որևիցե ձևով այսպես ասեմ, հակազդել Ադրբեջանի հերթական վերջնագրին։ Իսկ իրավական հիմքերը Միջև վերջերս Հայաստանի իշխանություններն ասում են, որ իրավական փաստաթղթեր գոյություն չունեն։ Հիմա ասում են, որ ունեն։ Արցվաշենի Հայաստանի մաս լինելու ասում են ունեն։ Չէ, նայեք, ոչ միայն Հայաստանը Արցվաշենի մաս է եղել, այլ նաև Արցվաշեն ճանապարհ ենք մենք ունեցել, որը Հայաստանի մաս է եղել։ Հետո թե ինչ պայմաններում է վերածվել անկլավի, սա արդեն ուրիշ թեմա է, բայց հիմնականում եւ անկլավները եւ վիճելի տարածքների փոխանակությունները տեղի են ունեցել 20-30-ական թվականներին։ Այդ շրջանում, երբ որ անդրկովկասյան 3 խորհրդային հանրապետությունները անդրֆեդերացիանով խորհրդային միության մաս էին կազմում, այն ժամանակ բազմաթիվ են եղել տարածքային փոխանակությունները, ասենք այդ Վարդենիս Խարվաճարի շրջանում, Ալլճերի շրջան, Կապանի մոտ այդ մի բան կա, օդանավակայանի մոտ այդ հողաշերտը կա, ուրեմն Մեղրիում, ուրեմն Նռնաձորի հատվածը կա, բազմաթիվ են այդպիսի հատվածները։ Օրինակ նույն Քյարքին առաջացել է 30-ական թվականների վերջերին, միջև օրինակ 30-ական թվականների սկզբի քարտեզում Քյարքի այդպիսի բան գոյություն չունի։ Քյարքյանով տեղանում չկա եւ ոչ մի անկլավ չկա այդ հատվածում։ Կա Ջաֆարլու անունով գյուղ Հայաստանի Հանրապետության խորհրդային Հայաստանի տարածքում, ճիշտ է, հիմնականում գերազանցապես ադրբեջանցիներով է բնակեցվել, բայց Նախիջևանին չէր պատկանում։ Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել տարածքային փոխանակություն։ Նայեք, երբ որ ես ուսումնասիրում եմ, տեսնում եմ, որ խորհրդային պետությունը Կրեմլը այս երկու հանրապետությունների մեջ վեճերի հարցում միշտ փորձել է միջին լուծումներ գտնել եւ այնպես չի, ինչպես մեր դասագրքերում է գրված, որ ամեն դեպքում մեզանից հողը վերցրել տվել են Ադրբեջանին։ Մեծ մասամբ տեղի է ունեցել տարածքների փոխանակություններ, որովհետեւ կենտրոնը պետք է այնպես աներ, որ իր երկու հանրապետությունները չմեղադրեին, չէ՞։ Երկուսն բավարարված լինեն ինչ որ չափով։ Այո, 50-50%-ով գոհ լինեին եւ 50-50%-ով դժգոհ լինեին։ Սա է իրականությունը։ Ինձ թվում է անկլավների թեման ուր որ է դրվելու է օրակարգ եւ չեմ բացառում, որ հենց այդ սահմանազատման աշխատանքները կարող են նաեւ սկսեն նաեւ հենց այդ անկլավների շրջանից։ Այո, տեսնենք, եթե թեման զարգանա, հուսամ էլի ձեզ կհյուրընկալենք։ Շնորհակալ եմ Factor TV գալու համար, Factor TV-ում հյուրընկալել ենք Թաթուլ Հակոբյանին։